Աշխատիր աշակերտդ իմանա քո առարկայի պատմությունը։ Եթե նա իմացավ առարկայիդ պատմությունը, ապա կսիրի քո առարկան։ Գուցեև շատ բան այդ առարկայից չհասկանալով։ Դոկտոր պրոֆեսոր Վասիլենկո։ Բարև ձեզ։ Այն մասին թե ով եմ ես, իմանաք պատմության վերջում։ Իսկի պատմությունն մեծ, գեղեցիկ գիտության մասին է, որին անվանում են գիտությունների թագուհի և գլխավոր։ Կարող ենք ապրել նրանց վրա։ Լինեմ ակերտ։ Կյանքի առաջին իսկ տարիներից միջխոսելություն մարդ առնչվում է թվերի, պատկերների, այդ գիտության մեջ կազմավորված օրենքների հետ։ Արթնանալով սովորաբար հիշում է, թե ամսի քանիսն է, շաբաթվա որորն է, որ ժամին պետք է գնա դպրոց կամ աշխատանքի, որ ժամի վերադառնա։ Օրվա ընթացքում սովորաբար հաշվում է, թե ինչը որքան արժե, որքան պետք է վճարել, որքան ստանալ։ Նույնիսկ նախքան ճաշ պատրաստելը մեզ չափում է անհրաժեշտ ունթերքների չափը, ծավալեղենի, ալյուրի, յուղի, չափում է կատարում գդալներով, բաժակներով, սանտիմետրով, ժամերով ու րոպեներով։ Այդ գիտության հասարակ տարերից օգտվելը մեզ համար այնքան հեշտ է օրինական, որ մենք հաճախ մոռանում կամ չենք պատկերացնում, որ մեր նախնիները դրանք չեն իմացել։ Չեն իմացել, բայց հենց իրենք դարեդար կաթիլ գրել են այն գիտության հիմքերը, որը կոչվում է մաթեմատիկա, իսկ մաթեմատիկան այնքան ծեր է, ինչպես մեր երկրի մոլորակը, և երիտասարդ, ինչպես վերջին սերնդի պլանշետներն ու iPad-ները։ Այդ գիտության տիրույթը պահպանվում և պաշտպանվում է նորին գերազանցություն մաթեմատիկա թագուհու կողմից։ Եվ այսպես նորին գերազանցություն մաթեմատիկա թագուհի։ Թագավորությունը օրենքների ու թվերի թագավորություն է։ Այդ օրենքներն ու թվերն են թույլ տալիս ինքնաթիռներին թռչել, նավերին նավարկել։ Այդ թվերը հավասարապես հարկավոր են թե խոհարարին, թե բժշկին և թե օդաչուին։ Հարազատս, դու միայն մի բան չասացիր, որ իր տիրույթի օրենքներն ու թվերը որպես հիմք են ծառայում այլ գիտությունների համար։ Մաթեմատիկա թագուհին չնայած բարձրաստիճան լինելուն, սիրում է աշխատել։ Նա ճախարքի շրջակայում է կալվածքներում, իմանում նորությունները, հետևում կարգուկանոնին, իսկ այդ գործում նրան օգնում են իր աշակերտ դուստերը։ Առաջինը նա կայացել է արքայադուստը թվաբանության կալվածքները։ Ձերդ գերազանցություն թագուհի, դուք շատ ճիշտ ժամանակին արձելեցիք մեզ, շատ հարցեր են առաջացել իմ ենթակաների մոտ, անգամ խռովություն է։ Մեզ մոտ մաթեմատիկական թվանշանների ավականու փոքրիկ ժողով, որի ժամանակ բացի ընթացիկ հարցերից պետք է քննարկենք պարոն Միլիոնի վարքագիծը։ Նա շատ մեծամտածել, պետք է նրան իր տեղը դնել և պատժել։ Շատ բարի աղջիկս։ Օй, ո՞վ է նա, ես նրան չեմ ճանաչում։ Ինչ էլ վախենալու է։ Հանգստացիր աղջիկս, դա Արմակ քառակուսին է, արքայադուստր հանրահաշվի ֆրակցիայից։ Նա սիրալիր ընդունեց ժողովը վարելու առաջարկը։ Եվ այսպես լսում եմ ձեզ։ Ես թվաբանական ամենադրական գործողություն եմ։ Ես ավելի չկումարում եմ երջանկություն, ուրախություն, հարստություն։ Ես ցանկանում եմ ստանալ հատուկ հասկացություն։ Շատ լավ է, որ դու միայն լավն ես գումարում։ Եթե դա այդպես է, ապա քեզ հարգանք և պատիվ, բայց կյանքում լինում են դեպքեր, երբ գումարում է թե միշտը, թե արհամիրքը։ Ապա ում է պետք կատարած քո գործառույթը, եթե նա մարդկության ցավն ու միշտ ավելացնի, դու գլխավոր չես կարող։ Եթե հարցը երջանկություն, ուրախություն, հարստություն ու հաջողությունն ավելացնելն է, ապա դրան եռապատկում, քառապատկում, հազարապատկում է։
ասեն թե ինչքան են ուրախանում այն մարդիկ, որոնք մեծ վարկեր են վերցել։ Քո շնորհիվ ամեն ամիս նրանց գումարը նվազում է։ Հանգստացեք, դուք բոլորը թե ձեր հերթին անհրաժեշտ եք։ Կյանքում լինում են դեպքեր, երբ պետք է գումարել ուրախությունը, կիսել վիշտը, բազմապատկել լավատեսությունը և ի վերջո պակասեցնել արհավիրքների քանակը։ Մենք ոչինչ չենք կարող ավելացնել և պակասեցնել։ Ուրեմն ճիշտ է, որ մենք ոչնչություն ենք։ Ով է ձեզ այդպիսի բան ասել, հիմարիկներ։ Ես եմ ասել, ես միլիոնն եմ, ամենամեծ թվերից մեկը, ինձանից է սկսվում մեծ հարստությունը, ապա իշեք Զեֆոբ Սապսագիրը, ով կճանաչեր Ֆորդին, Ռոքֆելլերին, Քերքորյանին, եթե չլինեի ես։ Նրանց կարողությունները չափվում են ինձնով։ Լրին հանդուգը, դու տվեցիր մեծ արուսների ամուներ, բայց չասացիր գլխավորել։ Հաճախ այդպիսի մարդկանց հոգու կարողությունները համարժեք նրանց հարստությանը։ Հիշիր թե ով է եղել Քրքորյանը Հայաստանի համար։ Դու միայն գործիք ես եղել, նոր ճանապարհներ, ջրուղիներ, թունելներ կառուցելու ճանապարհին։ Նա մոռանալով, որ հենց ինքը կազմված է զրոներից, ուրանում է նրանց։ Ինչ, ես պետք է երակտապար լինեմ այս ոչնչություններին, Անջատեք խոսափողը, ես ի վիճակի չեմ լսել նմանատիպ դատարկաբանություններ։ Այո, պետք է պատժել միլիոնին։ Ես կխորհրդակցեմ զրոների և բազմապատկման նշանի հետ։ Կարող ենք ոչնչացնել միլիոնին։ Եթե միասին, ապա հեշտությամբ։ Գլուխները բարձր, զրոներ, աշակերտները ձեր մասին շատ բան պետք է սովորեն։ Դուք ունեք ոչ միայն օրենքներ և գաղտնիքներ, այլ նաև ստորջրյա թաքնված հոսանքներ։ Էլ չեմ ասում այն օրենքները, որոնք գիտեն նույնիսկ երկրորդ դասարանի աշակերտները։ Ես ասեմ, եթե թվին գումարեք կամ նրանից հանեք ինձ, կստանանք նույն թիվը։ Ես էլ ասեմ, եթե ինձ բաժանենք թվի վրա, ապա կստանանք 0։ Իսկ եթե այսպես անենք, Որդելում է, հնարավոր է, որ ես դատարկ եմ, բայց ես էլ եմ բաստություն։ Հիմա սխալները կբերեն խառնաշ փոթի, դասները կբախվեն իրար, իգրաջերները կորսնելի են ծուղի։ Ապրեք հարազատներս, այժմ ես կարող եմ հանգիստ խղճով հեռանալ ձեր տիրույթից, դեռ շատ գործ է։ Թագուհի կշարունակի այցելությունը դիրուսմեն, իսկ հիմա նա կայցել արքայադուստր երկրաչափության և արքայադուստր հանրահաշվի կալվածքներ։ Ասեմ ձեզ, որ արքայադուստր երկրաչափության դիրույթը ուսումնասիրում է երկրաչափական պատկերներն ու մարմինները, իսկ արքայադուստր հանրահաշվի դիրույթը թույլ է տալիս իրականացնել տարբեր տեսակի աշխարհներ։ Ձեզ մի գաղտնիք ասեմ, քույրիկները շատ են վիճաբանում, բայց միշտ հաստ ու համերաշխ են։ Ինչպես շատ կանեք, ես գեղեցիկ եմ, բայց և շատ ժամանակ անհասկանալի։ Եվ այդ ամենն է քեզ ձևավորում։ Եվ ոչ միայն այդ։
ներկայացուցիչներին, ապա նրանք ասում են, որ ով չի հասկանում եւ չի սիրում ինձ, ապա նա չգիտի մաթեմատիկա, բա։ Դե դա իհարկե ճիշտ է, բայց դու էլ առանցից չես կարող։ Առանցից չեն կարող կենսաբանությունը, ֆիզիկան եւ անգամ քիմիան։ Այնպես որ մի մեծամտածիր։ Մենք մեր դաշնակորեն դրացնում ենք միմյանց։ Դերեք պատմերից, արտարոց ինչ է պատահել քո տիրույթներում։ Ես չեմ համբերում լսել։ Իսկ ես կհամբերեմ ինչ է թափում գալու եւ կպատմեմ։ Արքայադուսն է ներկայացուցիչը, արքայադուսն է առաջին։ Ներկայացեք թագուհու զեկույցով։ Ես համակ ուշադրությամբ լսում եմ, և այսպես, ինչ է պատահել իմ արքայադուստրի երկրաչափության տիրույթում։ Ձեր եզրեցություն, ես զեկույց եմ պատրաստել։ Իմ տիրույթի բոլոր մարմինները քրտնաջան աշխատում են։ Միայն եռանկյունին է նախանձով լցված իր քառակուսի եղբոր նկատմամբ։ Ապա պատմիր արքայադուստր, ինչու նրանք համերաշխիք չեն և ինչ է պատահել։ Պատահել է հետևյալ։ Բարև եռանկյուն, ինչու ես միշտ դժգոհ եղբայր։ Եթե դու էլ երեքանկյուն ունենայի, դու էլ դժգոհ կլինեի։ Եվ այսպես ապրում էին նախանձով եռանկյունին և մեծահոգի քառակուսին, երբ պատահեց չկանխատեսված դեպք։ Մի անգամ մատնաշավին, երբ իմ տիրույթի բոլոր մարմինները քրտնաջան աշխատում էին, նախանձով եռանկյունին ոտնաթաթերի վրա կողեկող մոտենալով եղբոր քառակուսին կտրում են նրա 4 անկյունները։ Նրա համար, որ քառակուսին արդեն 8 անկյուն ուներ։ Ամոթ քեզ եռանկյունի, միթե քեզ հայտնի չէ, որ մարդկության ամենամեծ արարքներից մեկը նախանձությունն է։ Իսկ ես շրջանն եմ, ես ընդհանրապես ընկություն եմ, բայց ունեմ մի շարք հարաբերություններ, ունեմ նոր տարեր, բացի այդ ես գեղեցիկ եմ, աշակերտներն էլ ինձ շատ է սիրում, ես նման եմ նրանց սիրելի թխված կապլիցներին։ Ապրես գեղեցկուրից։ Ես շատ վրդովվեցի արքայադուստր երկրաչափության տիրույթում կատարվածից։ Իսկ դու արքայադուստր հագարաշիկ, ինչով ինձ կուրախացնես։ Հասարակակներն ացել այդ պահից, երբ ստեղծվեց ձեր տիրույթի առաջին օրենքը։ Ձեր տիրույթի ամեն մի սալիկ ողողված է մի մեծ այլի օրենքով։ Աշակերտները սիրով շարունակում են այդ օրենքների ուսումնասիրությունները, և այս ծրմերից այն կողմ նրանք հավաքվել են արտահայտ նիստի։ Ապա, ուշադիր լսում եմ։ Նրանք հավաքվել են քննարկելու, մեծամած օրվանից որքան է առաջ գնացել մաթեմատիկան։ Նրանք պատրաստ են հանդիպել ձեզ հետ։ Դիմավորեք նրանց։ Նրա աշխատության մեջ հանրահաշիվ արքայադուստերի տիրույթը աշխարհում առաջին անգամ ներկայացվեց որպես առանձին առարկայի տիրույթ։ Ես ներկայացնում եմ Ռոբերտ Ռեկորդին, նա առաջին այդ առարկային հիմնեց իր մտքի թռիչքը, հավասարման նշանը, ինչերը լինեն ավելի հավասար, եթե ոչ երկու հավասար և զուգահեռ հատվածները։ Ես ներկայացնում եմ Ֆրանսուଆ Բերտին, դեռ 16-րդ դարի կեսին նա առաջարկեց և մտցրեց մաթեմատիկա
հաշվարկների մեջ տառային սիմվոլիկա և գտավ հավասարումների մանձևը։ Ես ներկայացնում եմ մի նույն մաթեմատիկոս Դիոֆանտին։ Նա շատ տարիներ է հաշ Քրիստոսի ծահած երրորդ դարում լուծում է այդ հավասարումները։ Դեռ աղբության գիտական շատ վաղ անցյալ է, իսկ նրա ապագայի գոլեգան այդ հավասարումներին տվեց գիտական ուժ։ Ես ներկայացնում եմ գերմանացի գիտնական Լեյբնիցին։ Շնորհիվ նրան ստեղծած երբական համակարգի, մաթեմատիկայի հիմունքների և այլ գիտությունների դուք հնարավորություն ունեք օգտվել համացանցից։ Եթե չլիներ նրա երբական համակարգը, ապա ամենափոքր համակարգիչը կլիներ դպրոցի շենքի չափը։ Մենք բոլորս էլ այսօր հավաքվել ենք մի նոր առարկայի շնորհանդեսին, որը ծնվել է հիմնականում նրա շնորհիվ։ Նա ընդամենը մի քանի 100 տարեկան է, նա շատ փոքր է, բայց նաև շատ հզոր։ Դիմավորենք արքայազնին ինֆորմատիկային։ Գիտնական և փիլիսոփայական եշիակացում։ Եվ ես ինքս ցանկացա երեխաների այլ մանուկների ներկայացնել մաթեմատիկա թագուհին, նրա դիգությունները, նրա գեղեցկությունն ու հրաժեշտությունը։ Սովորեք այդ առարկան, քանի որ այլի է հետաքրքիր խնդիրներով, ուշագրավ պատմություններով և բազմաթիվ նորություններով։ Հուսով եմ, որ մեր փոքրիկ աճելու և զարգանալու շատ տեղում է։ Իսկ դա արդեն ուրիշ պատմություն է։ Ով է տեղյակ մեր կյանքի բոլոր իրադարձությունների, ով գիտի ամենվաններ մասին, որ ատամն են ցավում, ինչ թվանշան են ստանում, ինչ են ուտում, ինչ ենք նախընտրում, ում հետ են կողում, որքան է մեր կշիռը, վերջապես ով է պարտադիր ներկա լինում մեր ծնողական ժողովների, սիրելի մայրիկներ, կողկանատես եղավ, թե որքան ենք մեծացել, մենք ուզում ենք, որ մենք մեծանանք, իսկ դուք մնաք միշտ երիտասարդ, այս գեղեցիկ բևեռությունը սիրով նվիրում եմ ձեզ, աշխարհի ամենագեղեցիկ տոհի արդին։ Եվ ահա մենք միասին շրջեցինք ձեր կյանքի ևս մի հետաքրքիր էջ։ Հիշեք, որ մաթեմատիկան և բոլոր ճշգրիտ առարկաները ցույց են տալիս մարդու մտքի թռիչքի գեղեցկությունը, աննկարագրելի փոխում նրա կենցաղը, մարդուն տեղափոխում մի այլ որակ ունեցող հարթություն, բայց այդ ամենին անհրաժեշտ է իշխի բարությունը, բարինն ձեզ։